Իրավապահները այսօր հանցավոր խումբ են բացահայտել Բագրատ arczepiskopos-ի գլխավորությամբ, որ հեղաշրջում էր նախատեսում, տեղյակ եք ինչպես եք վերաբերվում։ Զենքեր հանել են։ Զզվանքներին այս երկրից քշել է պետք։ Աղանդավորներին։ Իրանց ամբողջ գրուպով։ Չեմ կնասի, բայց գիտեմ որ զերբակալածներին պիտի փակեն, չանեն։ Ինչու՞։ Որտեղ որ գիտեմ հանցագործեն չեք թողեն։ Որտեղ դժվարն եմ ասեմ, հոգևորականի տանը զենք էդի, բայց որպես, ասենք, հոգևորական մարդ նրա կողմից տենց բան մի տեսակ հավատալու չի, բայց իրականում ինչ կարալի չգիտեմ, չեմ կարող։ Ես շատ վատ եմ վերաբերվում։ Իրոք ինքը պետք է բռնեն իրան։ Չէ՞, չէ, գտնում եք։ Իմ կարծիքը ես շատ ճիշտ է, պետք է հավաքեն դրանց։ Հեղաշրջում են անում, ուզում են քանդեն։ Ձեզ Գարեգին բան տեղյակ էր արդյոք ու ինչի՞ չի նա կարգալույծ Իմ բանը ինչի՞ց է տեղյակ։ Ինքը ոչ ուղանից դե մենակ փողեր է հարբում։ Ինչի՞ց է տեղյակ։ Իր հանձնարարությամբ է կատարվում։ Ուզում է որ մի բան լինի։ Բայց ժողովուրդը չի թողնում։ Իսկ տեղյակ եք, օրինակ այդ հաղորդագրության մեջ նշվում է, որ պատահական մարդիկ պետք է փողոցում սպանվեին։ Չէ, այդ շատ սխալ է, էլի պատահական մարդը ինչ մեղք ունի, բայց դե որ դուրս են գալիս, իրանք ուզում են, որ այտենց լինի, ոնց որ եղել է մարտի 1-ը, որ պատահական մարդիկ էլ են մահացել։ Եկեք, իրավապահները հանցավոր խումբ էին բացահայտել, Բագրատ Գալստանյանն է ձերբակալվել arczepiskopos հեղաշրջման մեղադրանքով, զենքեր են հայտնաբերվել նրանց տներում։ Ինչպես եք վերաբերվում այդ ամեն ինչին։ Շատ լավ են։ Ով կներեք։ Ասում շատ լավ են արել, ձերբակալել են։ Ճիշտ են արել։ Եթե զենքը նա հեղաշրջում անում, քաղաքական մեջ է եկեղեցական լավ են արել։ Իսկ ձեզ Գարեգին բան տեղյակ է այս ամեն ինչից։ Ոչ տեղյակ, առանց Գարեգին բայի ոչ մի եկեղեցական ոչ մի քայլ չի անի։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ պատահական մարդիկ պետք է սպանվեին, շենքերի վրա կրակեին, մեքենաներ վառեին, իրավապահներն են նշում։ Ուրեմն գիտեն ինչ որ մի բան գիտեն որ ասում են, առանց հիմքի նրանք չեն ասել։ Դուք ինչ կասեք։ Ոնց որ կար ամեն ինչ ասեց, ինչ ասեմ։ Բայց ձեզ վերջնանպատակը ո՞րն էր։ Հեղաշրջումներ երևի։ Իրանը իհարկե դրդում է դրան, որը Ռոբերտ Քոչարյանը կալանավորել։ Բռնել են, պետք է կալանավորեն։ Նման մարդկանց բոլորին պետք է կալանավորեն։ Ճիշտ են արել որ ձերբակալել են։ Եթե զենք են հայտնաբերել, Տեր հայրի մոտ զենք ինչ կորում։ Ձեզ նպատակը ո՞րն էր այդ ամեն ինչի, որովհետև նշվում է, որ պայթյուններ պետք է կենտրոնում տեղի ունենային ու Գարեգին բան տեղյակ կարող էր լինել։ Շատ հնարավոր է, չեմ կարող ասել այդպես։ Իրավապահները հանցավոր խումբ էին բացահայտել, Բագրատ arczepiskopos-ին են ձերբակալել։ Ինչպես եք վերաբերվում, զինված հեղաշրջում էր նախատեսվում։ Ինչ ասեմ, ես խաբար չեմ ոչ մի բանից տեղյակ չեմ ես։ Առհասարակ, բայց իշխանությունը զինված ճանապարհով հեռացնելուն ինչպես եք վերաբերվում։ Շատ վատ։ հնարավոր է, չի։ Հոկտեմբերի 27 չենք տեսել, մարտի 1 չենք տեսել, ամեն ինչը տեսել ենք։ Բայց ձեզ կազմակերպիչները հենց նրանք են, թե այլ անձինք։ Կարող են եւ իրանք լինեն կոնկրետ սրբազանը։ Ախ, ինչի՞ չի կարող։ Կարող։ Ձեզ ինչու միջև հիմա կարգալույց չի արվել, նա Գարեգին բան արդյոք տեղյակ է։ Իրեն նշանակած մարդիկ են, ոնց կարան կարգալույց անեն, ոնց նշանակել է, անենց էլ աշխատում են։ Եթե մեկը մեկին նշանակել է, այն էլ նրան պետք է պաշտպանի մինչև վերջ։ Կարգալույց չեմ կարծում, որ արվի, այսքանից հետո եթե չարվի, ամուտ իրանց։ Չէ, դեմ եմ։ Հեղաշրջում չէ, չի կարելի, դա չի կարելի։ Դա Աստծո կողմից է, դա իմ կարծիքով դա չի կարելի, սխալ է։ Լավ են արել, բացահայտել են, ճիշտ են արել։